Բարև ձեզ, առաջինի եթերում դուք դիտում եք հարցազրույց շարքի հերթական թողարկումը։ Երևանում բացվել է արմենիակա էլեկտրոնային շտեմարանը, որտեղ զետեղված են բացառիկ կարևորության նյութեր և լուսանկարներ, ինչով են դրանք բացառիկ և ինչու ենք մենք այսօր կարևորում այդ շտեմարանի այլևս գոյությունը։ Իմ զրուցակիցները ժամանել են դրսից, ներկայացնում են Փարիզը և Միլանը, ձախից նստած է Գայանե Կազնատի, ես ճիշտ ասացի ձեր անունը, բարև ձեզ, Միլանի հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոն և Հարություն Գևորգյանը, Փարիզի Նուբարյան գրադարանի տնօրեն, պատմաբան, բարև ձեզ, Հարություն։ Մենք քիչ ժամանակ ունենք, պիտի արագ աշխատենք։ Նախ Գայանեի մասնակցությունը այս ամենին ինչով է պայմանավորված։ Լավ, մենք միշտ շատ սիրում ենք համագործակցությունը, այսինքն մեր գետրոնի տրադիցիոն է, և որ Ալփագոնովելը սկսած էր ուսումնասիրել հայկական շուրթզաները միշտ շատ համագործակցեց հայերի հետ, և որ ուգաբը մեզի առաջարկեց համագործակցելը, մենք շատ ուրախ էինք և շատ ուրախ էինք, որ բոլոր եվրոպական ամենակարևոր արխիվները միավորեցին Արմենիայի մեջը, որովհետև հենց հիմա ավելի հնարավորությունները պիտի ունենանք։ Դուք երբ եք սկսել զբաղվել հայկական մշակույթով։ Ես վաղուց, այսինքն որ համալսարանը վերջացած էի, ուսումնասիրեցի Մարմաշենը և Մարմաշենի վերանորոգումը։ Հետո շատ աշխատեցի, որպեսզի գումարները գտնեմ վերանորոգելը և այնտեղից սկսած եմ աշխատել, որպեսզի մի քիչ օգնեմ, որ հայկական հուշարձանները վերանորոգենք։ Նախ Մարմաշենից եք սկսել։ Այո, Մարմաշենից է։ Հուշակոթողից։ Իսկապես հիանալի հուշակոթող է և փրկված այլևս կարելի ասել։ Այո, այո։ Լավ, իսկ հիմա ինչ եք անում, հիմա ինչով եք զբաղված։ Լավ, հիմա տարբեր նախագծեր։ Ձեր կապը շտեմարանի հետ։ Կապված շտեմարանի հետ, այսինքն մեր կենտրոնը համագործակցեց բոլոր փուլերը եւ սկիզբից որոշեցինք ինչպես կազմակերպել այս շտեմարանը եւ հետո այս վերջերս աշխատեցինք նույնպես պատրաստեցինք մի ցուցահանդեսը նվիրված այն մարդիկ, որ ուսումնասիրեցին հայկական ճարտարապետությունը, այսինքն այն մարդիկ, որ այս արխիվները մեզի տվել են, թիերիները։ Մարդիկ թե կարևոր չի դա։ Կարևոր չի, այսինքն մենք ունենք թիերիները, որ Ֆրանսիայից էին, ունենք Արմեն Ախնազարյանը, որ լավ Պարսկաստան էր ծնվել և աշխատում էր Գերմանիայում, և ունենք Ալփագոնովելը և մի քանի իտալացիների խումբերը, ունենք Սամվել Կարապետյանը, որը կենտրոնացած է Երևան և հայ է, և լավ, ինչ նպատակ եք մենք հետապնդում սրանով, այսինքն այդ շտեմարանում կան նյութեր, որոնց մենք առաջին անգամ ենք հանդիպելու։ Նո, բարձ է, որ մեկ մասը հրադարակված է քիրքի կամ օդվածի ձևով, բայց այսպիսի ավակաձոներու հրադարակչական մասը չնչին է, այսինքն 1/100-ը ընդհանրապես։ Խնդիրը հետևյալն էր, այս ամբողջ լուսանկարները դոկումենտացիան ուրեմն սլայդ է և քիմիական վտանգ կա, որ ավրվին քույները գսկսին լալ։ Առաջին նպատակներ թվայնացնել բարձր որակով և այս ամբողջ ավագածոները բրգել։ Խնդիրը եղավ ամոզել ամեն մեկ մասնագից ընկերակցություն, որ միասին աշխատին և միասին իրենց նյութական ավելի դոկումենտար միջոցները միացնեն և միացյալ բազամը ստեղծվի, ասեր բուն, հիմա բաժարներ կան, Թիերիները մեծ էին, 95 տարեկան էր օրինակի համար Ժան-Միշել Թիերին, պետք է բրգեինք շուտով այս ավակածոն։ Երկրորդ դեպքը, որ շատ կարևոր դեր ունեցավ, ճարտարապետ Արմեն Ախնազարյանին մա է, որ ձևովը մեզի մղեց, որ միասին աշխատինք, հասկացանք, որ կարելի չէր այսպես ծրված շարունակել։ Հարություն, ես նաև այդ հարցը Գայանեին եմ ուղղում։ Աշխատանքի կենտրոնում ինչն է վերցված, ոչնջացման եզրին կանգնած ժառանգությունը, թե արդեն ոչնջացած ժառանգությունը մենք հիմա փորձում ենք այն շտեմարանում տեղավորել, գոնե սերունդները իմանան, թե հայկական ինչպիսի հուշարձաններ են եղել աշխարհից վրա։ Նվեր, այս ավակածոները 60 տարվա վրա ավակված են եւ շատ հուշարձաններու համար ի վիճակի ենք
50-ական կամ 60-ականներու վիճակը տեսնալ, ունենալ մեր լուսանգարներով եւ 60 տարի վերջ կամ մեջտեղը ինչպես փճացած են։ Չէ, այստեղ տեսեք կարևորը որն է։ Հուշարձանը չկա կա միայն լուսանկարը նրա։ Դա է այստեղ կարևորը։ Անիկա կարևորը եւ նույնպես որ ուզում ենք վերանորոգենք ուսումնասիրենք հուշարձանը, շատ լավ է տեսնել իր պատմությունը, այսինքն ինչպես բլվեց, երբ բլվեց եւ ինչպես վերանորոգեցին, որովհետեւ շատ հուշարձաններ կան մասնավորության Հայաստանում, որ վերանորոգեցին, արդեն վերանորոգած են եւ մեր արխիվի մեջ մենք ունենանք բոլոր լուսանկարները, այսինքն վերանորոգումներից առաջ ընթացքը հետո եւ այլն եւ շատ հետաքրքիր ինֆորմացիա է տալիս։ Այսինքն այդ ինֆորմացիայում կա մենք ինչ ենք կորցրել եւ ինչին կարող ենք հավակնել փրկել։ Աշխատանքը չենք ավարտած, բայց այսօրվա ասենք թրույթով գրնանքսել որ արդեն անկիստ որ առնվազն քանի 100 ուշարձաններ կան, որ 50-ական թվականներուն լուսանգարներու միջոցով գրնանք փաստել որ ասինչ տեղը կգտնվեին եւ հիմա գոյություն չունին իրականությունը ասե Եվ 250,000 գդոր է որ ունի։ Եվ բնականաբար այդ երկիրը Թուրքիան է, որտեղ մենք ամենաշատն ենք կորցրել։ Այո։ Եվրամիության հետաքրքրությունը այստեղ ինչով է պայմանավորվում։ Ուրեմն Եվրոմիությունը ամեն 4-5 տարի որոշ ոչ եվրոպական երկիրներու հետ մշակութային համագործակցություններ կստեղծե։ Մենք ուրեմն 2007-ին մինչև 13 Հայաստանը կմտնար այս ոլորտի մեջ։ Ուրեմն արիտեն օգտվեցանք եւ առաջարկ ներկայացուցինք, բավական մեծ գումար էր, որուն գեսը Եվրոմիությունը գոհա, մյուս գեսը 4 ընկերակցությունները, որ այս ծրագիրին կմասնակցին։ Անշուշտ է նպատակը հստակ է գուզեն անպայման համագործակցությունը ստեղծել այս գից երկիրներու եւ Եվրոմիության երկիրներու միջև եւ մեր ծրագիրը այս ուղղությամբ շատ լավ կմտնար երկրորդ վերջի վերջո մեր աշխատանքը պիտի օգնե այս ուշարձաններու պաշտպանության կամ բրգելու ոլորտի մեջ Եվրոմիության մեջ մասնավորապես Ստրասբուրգի խորհրդարանը ադուկ օրենքներ անած է, ուրեմն ինչպես կսեն բենի կուլտուրալի մշակութային արժեքներ իրեր բրգության օրենքներ անած է, որ ամբողջ 47 երկիր կա, որ ստորագրած են ներառյալ Հայաստան եւ ներառյալ Թուրքիան եւ ասալ հիմա փորձենք Գայանին լսել թե հատկապես որ ճարտարապետական կոթողներ են այսօր վտանգի տակ եւ առաջին հերթին որով պիտի զբաղվել ուզում եմ ասել Միլանի հայ մշակույթի ուսումնասիրության եւ ավերագրման կենտրոնը կոնկրետ ինչը կարող է փրկել հայկական ժառանգությունից Լավ, հենց հիմա զգացումը մեծ նախագիծ մեծ ծրագիրը, որը իտալական արտաքին գործերի մինիստրը կոֆինանսավորումը եւ Պոլիտեխնիկո դի Միլանո եւ այստեղ պիտի ստեղծեն վերանորոգումների դպրոցը Եվ Երևանում երկու մաստեր համալսարանի մոտ պիտի լինեն եւ տարբեր դպրոցներ, տարբեր տիպի վերանորոգումների դպրոցներ։ Այդ վերանորոգողները մշակույթի նախարարության հետ։ Հասկանալի է։ Պիտի աշխատեն Հայաստանի տարածքում, թե կարևոր չի տարածքում։ Հայաստանի տարածքում։ Հայաստանի տարածքում։ Այսինքն Հայաստանի տարածքում էլ շատ հուշակոթողներ կան, որոնք փրկության են սպասում։ Անշուշտ, շատ կան եւ ես կարծում եմ այստեղից ճիշտ է սկսել, որովհետեւ այստեղ հնարավորություններ կան եւ պետք է այստեղ նույնպես շատ լավ դիտել հուշարձանները, որ շատ կան եւ շատ մեծ աշխատանք կա։ Մեզ հետաքրում են նաեւ դրսի հուշարձանները։ Անշուշտ, անիկա նույնպես պետք է։ Այսինքն այս թեմարանը միասին ամեն ինչ գտնի եւ նույնպես պիտի տնենք այնտեղ այն հուշարձանները, որ կան Իտալիայի մեջ, Փարիզում, Ֆրանսիա, այսինքն ամբողջ Եվրոպայում կան շատ հուշարձանները, որ հայ են, հայկական են եւ այս թեմարանի մեջ պիտի ունենանք, այսինքն նույնպես շատ կորձիկ պիտի լինի, որովհետեւ ուսումնասիրենք ավելի լավ հայկական ճարտարապետությունը, բայց պատմությունը նույնպես։ Բարի։
Ծրագիրը այս այն կամ գործը ինչով դուք զբաղվում եք այսօր ունի քաղաքական ենթատեքստ կամ նշանակություն։ Բարձ է մասնավորապես Թուրքիո ու Շարցաններու գաբակցությամբ քիչ առաջ կսեի որ օրենքներ կան այս ուրեմն մշակութային իրերը բրգելու համար գխորին որ թուրք այգական երկխոսության մեջ շատ լուրջորեն հնարավոր է այս նյութը հրաբարակ դնել մանավանդ որ այգական կողմը բավական լավ գդիրաբեդ է որ այս հարցը եւ այս շտեմարանը պիտի օգնի այս ուղությամբ այսինքն մենք կոնե գրնանք ցանգել ու շարցանները վիճակը եւ բատմական աղբյուրները որ կապված են հետը Եվ շատ հուշարձաններ կան, որ արդեն անձանոթ են, և Սամվել Կարապետյանի միսիաները շատ օգտակար են, որովհետև ամեն տարի մի քանի նոր հուշարձան են գտնում։ Եվ այս տարի նույնպես մի իտալացիների խումբ եկել էր Թուրքիա, և թուրքերը հոգնեցին իրան, և գտել են երկու հատ նոր հայ վանքերը, որ ծանոթ չէին։ Վանքը կա, բայց չգիտեն ում է պատկանում Չէ, այսինքն ոչ մեկը գիտեր, որ այնտեղ արդեն գոյություն ունենային այս վանքերը։ Անոնք վերցրեցին հին քարտեզը, այս հին քարտեզի վրա կար քեդին եւ այնտեղ մոտիկ երկու վանքերը եւ եղել են այնտեղ, որովհետեւ քարի մեջ էին ռուպեստրը, չգիտեմ հայերեն լեզվով ինչպես է։ Կարայրային էին։ Ձեր աշխատանքում որևէ կողմից դիմադրության հանդիպել եք։ Ոչ այն օրը որ ասենք վստահությունը ստեղծվեցավ մեր միջև վերջը կորձը պաշտեցինք եւ բավական լավ գնաց ընդհանրակը օգնություն ունեցանք մշակույթի նախարարություններու կողմէ բարձ է որ մեր աստադությունները կարևոր դեր խաղացան նյութական այսինքն մաս մնալ օրինակ ես բարեգործական կներկայացնեմ բավական ասենք նշանակալի մասնակցություն ունեցավ տրամային եւ գուզեմ մեկ բան մշեշտել այս նոր ասենք տեխնիկական կարողություններն են որ մեզի օգնեցին ասալ պետք է շեշտել եւ լավ օգտվեցանք ուրեմն Հայաստանի որոշ ասենք մասնակիցներու փորձառություն են մասնավորապես դիժիլիբի մեր բարեկամները որ ամբողջ ամագարկիչային համակարգը որմնաշարը անոնք ստեղծած են առանց այս կորձիկի 250,000 միավոր կրետյա անգարելի է աշխատիլ այսպիսի նյութի այնքան մեծ է եթե բնդրդուգի համակարգ չլա դասավորտման համակարգը գազմագերբված չէ Կարելի է ասել որ այս շտեմարանի վերջնանպատակը այն է թե մենք ինչ ունենք աշխարհում ինչ ենք ժառանգել եւ պիտի ճշգրտումներ անենք որն է հայկական որը հայկական չէ կան այստեղ վիճելի հուշարձաններ որոնց պատկանելությունը դեռ պարզված չէ Մի քանի կան թերևս կարծում եմ ավելի Վրաստանում այս խնդիրը կա բայց Վրացիները ասում են մերն մենք ասում ենք մերն ով պիտի դա Լավ պատմություն այսինքն պատմությունը պետք է լավ ուսումնասիրել միակ համակարգը սա է որովհետև այսինքն պատմությունը իրականություն ունի ներսը Այո կամ մշակույթը քաղաքականացված այսպես կարելի է ասել որ շատ նուրբ խնդիրներ են որ ուղագի գիտնականները քիչ մերու պետք է մնան որովհետև քիչ թե շատ գիտենք անցյալը եթե գուզեք շատ կարճ օրինակ մարեմ ախտալա օքեյ կալկետոնական շրջանակներու ոլորտի մեջ էր բայց որ ինչ տեսակ կալկետոնացի Զաքարյան մեկ եղբայր այսինքն Տամար Տակուի մեկ եղբայրը կալկետոնացի էր մյուսը ոչ Այսինքն միջնատարյան քաղաքականություն էր, ուրիշ բան չէր, որ գշիր բային երկու այս ասենք տակավորության երկու սյուներու հետ կապված։ Այսպես կարելի է մեկնաբանել։ Ուրեմն մեր ծրագիրը հիմնականապես է սիստեմատիկորեն աբակայի համար
ինչ որ ժառանգություն է, սկսելով բզիկ խաչկարեն կամ պեգորեմը դերմը մինչև վանական ամալիրը, ամեն մագարտագի սիստեմատիկորեն ուր որը լա աշխարհ էդաբնտել, որև ժառանգություն է։ Եվ Սամվել Գարաբեդյանը, որ այս մեր երկրորդ բանը մեր Հայաստանի խումբի բադասխանադուն է, միշտ գսե, որ մեկ վարգյան չի գա գործընծներիք, որև ամեն վարգյան ոչնչացվում է։ ոչնչացում գա, ուր որը լա, ագամա կամ գամավոր կամ սենք զանազան բաժարներով։ Ուրեմն պետք է այս գործը դարվի եւ մենք շատ լավ գիտագից ենք, որ առաջին կարերը դեղավորեցինք եւ գործիքը գործենք շինել, որ աբակային պիտի այս ամբողջ ասենք ժառանգությունը դրամատրելի դարձնե։ Եվ չարժանանան որոշ հուշակոթողներ Նախիջևանի խաչքարերի բախտին։ Ավորսիկ ցավալի օրինակ է, այո։ Շատ ցավալի օրինակ է։ Ձեր կենտրոնի աչքերով եթե նայենք տեղի ունեցածին։ Լավ, ինչը այսինքն Այսինքն բարբարոսաբար ոչնչացվել է։ Այո, շատ վատ բան է։ Մի ամբողջ համալիր խաչքարերի։ Եվ նույն Եվրամիությունը, որն այսօր մեզ աջակցում է, ճիշտ է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, նրանք ոչինչ անել չեն կարող այստեղ։ Այսպիսի միջազգային հաստատություններ քիչ ունանիմիտեի իման վրա է որ գաշխատին եւ անմիջապես որ լարվածությունը լա միշտ կփորձեն ծածկել եւ քաղաքական լուծում չունին ներկայացնելիք որովհետեւ չեն կարող այսինքն ՅՈՒՆԵՍԿՕ կառավարության կազմակերպություն է չի կարողանա կառավարության թեմեն լալ Այսինքն անադներ այո կառավարություն ոչ Ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին ցուցահանդեսում հիշում եք այո ներկայ այսինքն ՅՈՒՆԵՍԿՕ իրոք չի կարողանա ոչ մի բան բայց ճիշտ կլիներ որ դուք գոնե աշխատանքի բերով ըմբոստանայիք տեղի ունեցածի Երևակայեցեք որ Եվրոպայի մեջ կամ օս դիվիդիներ շինվեցավ քրկուկներ շինվեցավ նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դոնորենուին կովը բադվիրագություններ կացին երեսփոխաներով արդյունք չդվավ հետաքրական է գիտեք կապված է քիչմը միջազգային կոնտեքստին երբ Աֆղանիստանի մեջ ուրեմն որոշ բուդայի բաներ գործանվին բայց որև երկիրի մեջ է որ ամեն մարդ վրան տապված է շատ ավելի թյուրին է բայց այնտեղ նույնպես ոչ մի բան չեն կարող այսինքն ոչնչացան բուդաները նույնպես այսինքն գիտեք Նախիջևանի ջուլֆայի գերեզմանոցի ոչնչացումը օկեպուժերը դերևս կրնան լավ վերլուծել Երբ չես կրնար ֆիզիկապես մեգումը տպնալ, գփորձես իր ժառանգությունը մերցնել։ Մենք մեր ժառանգության փրկության գործով ենք զբաղված։ Ինչ ծավալի աշխատանք է դա եւ որ մասը կարելի է փրկել, եթե իրատես լինենք, եթե փորձենք հավատալ մեր ցանկություններին եւ կատարած քայլերին։ Այսինքն շատ մեծ աշխատանք կա, մեծ աշխատանք կա շատ մեծ, այո, անշուշտ է, պետք է Բերեք թվայնացնենք, կա 100 միավոր հուշակոթող, բայց մենք դրա որ մասը պիտի հավակնենք փրկելու։ Ես կխորիմ, որ այգական ջարդարաբեդությունը միջազգային լուրջ նշանակություն ունի։ Մասնակիցները գսեն ասիգա եւ հայ կամ ոչ հայ, անշուշտ։ Այսպիսի ըսկայական ծրագիրի մշուրջ վստահ եմ որ միջազգային միջոցներ կարելի է ցերկցկել մինակ թե բիդեսեի որ այգական գողմը ուժեղ գամը պետք է ցույց տա թե մասնակիցներու գողմե թե իշխանություններու գողմե թե սփյուռքի գողմե ամեն գողմե պետք է ուժեղ գամը եւ գոուսամ որ կորձիկը որ միասին գերդեցինք Բիդի օգնե որ մարդիկ անրային գարձիկ անդրադառնան ինչքան կարևոր է մեզի համար ոչ թե բարդականություն է անհրաժեշտություն է այս մեր ժառանգության կարևոր մասը ջարդարաբեդությունը դերևս արվեստի պատմության մեջ մեր մանրանկարչության հետ կարևորակույն հասկանալի է այսինքն եզրափակելով մեր այսօրվա զրույցը մենք պիտի հույս տնենք արբիտրի վրա
չգիտեմ բառը ճիշտ եմ օգտագործում, թե չէ, ով է լինելու դատավորը մեր հուշարձանների փրկության։ Ես կարծում եմ ավելի ուրիշ տեսակետից տեսնենք, այսինքն այս հուշարձանները, այսինքն ընդհանուր արժեք ունենան միայն ոչ թե միայն որովհետև հայ են, բայց որովհետև ժառանգություն է։ Եվ այս տեսակետից պետք է տեսնենք, բայց այդ ժառանգության հասցեն պիտի գրել, չէ՞։ Այո։ Երբ է ծնվել այդ հուշարձանը, որտեղ եւ ինչ պայմաններում եւ ում է պատկանում։ Եվ ասիկա շտեմարանի մեջ մենք փորձում ենք ունենալ այս ամեն ինչը։ Եւ լավ, փրկելու համար պետք է Հայաստանը օրինակ տա։ Այստեղ Հայաստանը կրանցված են 33000 հուշարձանները, որում շատ մեծ մասը արդեն շատ մեծ խնդիրներ ունենա։ Այսինքն այստեղ նույնպես պետք է շատ լավ աշխատել, որպեսզի այս դերի ժառանգությունը փրկվի։ Այսինքն մեր հուշարձանների փրկության հարցը ավարտում ենք արդեն։ Կխնդրեմ միայն ռեպլիկի կարգ հուշարձանների փրկության հարցը դրված է ոչ միայն դրսում, օտարի հողի վրա այսօր, այս պահին, այլ նաև Հայաստանում։ Այո, առաջին փուլով անշուշտ։ Այո։ Եվ այս նախագիծը նույնպես կարևոր է, որ ամեն ինչը հիմա կտրոնացել է Հայաստանում։ Այսինքն անցած տարիները, որ Հայաստան անկախ չէր, այս բոլոր ուսումնասիրությունները, որի հիմա միավորված են շտեմարանի մեջ, կտրոնացած են Եվրոպայում։ Հիմա այս ամեն ինչը մենք կտրոնացեցինք Երևանում, Հայաստանը, մեծ հաճույքով։ Այսինքն այս շատ մեծ տարբերություն է տալիս եւ շատ ճիշտ արեցիք։ Մի մասնավոր հարց, դուք նույնքան հաջող եւ վարժ խոսում եք իտալերեն, ինչպես հայերեն եք խոսում։ Չէ, իտալերեն ավելի լավ։ Ես գիտեմ, որ ֆրանսերեն հարությունը ավելի լավ է խոսում, քան հայերեն։ Դժբախտաբար։ Շնորհակալություն մեր հրավեր ընդունելու համար եւ ձեր կատարած աշխատանքի համար, իհարկե, կարևոր աշխատանք եք կատարում։ Այսպեսին էր առաջինում հարցազրույց շարքի այս թողարկումը հաջողություն։